Եմ հասկանում, որ ավարտել է։ Այո, Գանձակարի ցակարն է, լավ վիճակում։ Գանձակարի ցակարն է ավարտած, չէ, այստեղ ավելի շատ հատկացավ ինտերնետի խնդիրն է։ Ու առասարակ կապի խնդիրն է։ Դե նախորդ տարի են աշխատանքները ավարտվել, բանվարչի տեսահատվածի երկարությունը 15 կիլոմետր է, երկշերտ ասֆալտակը։ Բայց ընդհանուր բանից թթու ջրից 40 կիլոմետր։ Բայց մի քանի կտորով սարքել։ 3 կտորով են սարքել, այս ներքևի հատվածը շերտի հետ կապված խտության խնդիր ենք ունեցել նախորդ տարի 15 կիլոմետր շուրջ շինարար իրամիջոցների հաշվին երկրորդ շերտը տեղադրել։ Այդտեղ է սովանքի խնդիրը։ Այդ դա այս հատվածի մեջ ա եղել, էլի նախորդ տարի արվել, երկշերտ ասֆալտա տեղադրվել բանվարչապետ եղանակային պայմանները հաշվի առնելով մենք պատտվել ենք ոչ միտեղ ճակած հատված չունենք, այստեղ մեր հանրապետությունում երկրորդ ամենախնդրահարույց տեղն է եղանակային պայմաններով պայմանավորված երթևեկության նշանը։ Հիմա Երևան նախընտրում են մարդիկ սենց գնալ, ամենակարճ մի ժամ ժամը թիվ է։ Գծանշումը նախորդ տարվանն է տերմոպլեքսը նույնական հատվածներում վնասված բաներ չունենք, պանելները նորմալ է, երթևեկության նշանների բացերը համալրվում են ընթացքում, որ պակաս նշաններ չունենք։ Իսկ Բերդից Երևան քանի ժամ է դառնում, այսինքն։ Իսկ այն մյուս ճանապարհով Այստեղ մարդիկ դեռ գալիս են Սարատեղ հետ։ Այսինքն հետմաներով, օդաներով կապորվում։ Հա, ոչ ամբողջությամբ, բայց մարդիկ կան, որ զբաղվում են մասնագիտությամբ։ Որը այժմ միջև մնում են այստեղ, Այս արդեն բավարար 23 տարին է, էլի 3 տարի շահագործող ճանապարհը, որեն ճաքեր վնասում տարածքային туриզմի համար շատ հարմար է, որտեղ ինչ դաշտեր են եւ ձիերով եւ բանի լեռնագնացության, այսինքն քայլեսի դեպքերի համար։ Այստեղ հիմնական խնդիրը բանվարչապետ վերջի կառավարությանից տմետ ու քննարկեցիք, որ հիմնական հարթավայրեր ասենք ներդրումների հետ կապված։ Դե մենք հիմա արդեն դա որոշել ենք, որ եթե գտնեն ներդրումային ծրագրեր, այսինքն մենակ դենց ուղղակի կտոր մանր մուներ բաների հետևից այդ խնդրեմա, որովհետև ցակուցիվ կա։ Մեծ ներդրումային ծրագրեր ունեն, կաջակցենք, կփոխենք նշանակությունը։